Ես երբեմն ինքս ինձ որ փորձում եմ հարց տալ, պատասխանել, վերլուծել, մեկ-մեկ ասում եմ, լավ, միգուցե ցածր կուլտուրան կարող է կուլտուրայի ցածր մակարդակը եւ կրթության այս աստիճանը մակարդակը կարող է բերել հանգեցնել այսպիսի իրավիճակներ։ Բայց մյուս կողմից ինքս ինձ հակադարձ փաստարկ եմ բերում, օրինակ մեծ ազգ, ինչպեսին գերմանացիներն են, որը աշխարհին տվել է Կանտ, որը աշխարհին տվել է Շիլլեր, Գյոթե է տվել, Բախ է տվել, ինքը 20-ական, 30-ական թվականներին ընկավ ֆաշիզմի ջիրանների տակ եւ շատ մարդիկ, որոնք որ բան էին անում, այդ ժամանակ էին մեծ մտածողներ, հենց իրենք էին համալրում կուսակցության շարքերը։ Ես կա հայտնի երեպիսկ նամակագրություն Կարլ Յասպերսի եւ Հայդեգերի միջեւ, Հայդեգերը տիտան է ուղղակի եւ նրանք սկզբից եղել են ընկերներ, հետագայում նրանք դարձել են թշնամիներ եւ երկար նամակագրություն են ունեցել։ Յասպերսը պայքարել է ռեժիմի դեմ, Հայդեգերը պաշտպանել է եւ երբ որ Յասպերսը Հայդեգերին ասում է, լավ, ինչպես կարող էր նամակի մեջ է գրում, ինչպես կարող էր այսպիսի ազգը ընկնել Հիտլերի նման ճիվաղի ազդեցության տակ, Հայդեգերի նման փիլիսոփան ասում է, հələ դու տես նրա տես թե ինչ գեղեցիկ ժեստիկուլյացիա ենք անում, ինչպես կարելի է չհմայվել այդ մարդով։ Դա նամակագրության մեջ, այսինքն այստեղ հարցը միայն կրթությունը չի, այսինքն այստեղ ոչ կրթությունը եւ կուլտուրան չի